Բարև ձեզ, Factor TV հյուրը Հայազգային կոնգրեսի վարչության անդամ Արմեն Խաչատրյանն է, ողջույն պարոն Խաչատրյան։ Հայտնի է, որ ՀԱԿ-ը բանակցում է Նարեկ Կարապետյանի առաջնորդած, այդպես գոնե ասենք այս պայմանությամբ մեր ձևով շարժման հետ ազգային ժողովի ընտրություններին համատեղ մասնակցելու վերաբերյալ ինչ գաղափարական ընդհանրություններ ունեք, պարոն Խաչատրյան։ Կոնկրետ մի ընդհանրություն կա այսինքն ավելի շուտ այն ուժերի հետ ում հետ մենք բանակցում ենք կամ ընդհանրություն։ Մեր ձևովի հետ է կոնկրետ ասենք այս դեպքում։ Առաջին հերթին այդ ուժերը պիտի վստահ լինեն, որ Հայաստանում անհրաժեշտ է իշխանության փոփոխություն։ Հա, մենք ընդդիմադիր դաշտում մենք որևէ կոնֆորմիստական ուժի հետ չենք կարող բանակցել, չենք կարող հեռանկարում ունենալ համագործակցություն իշխող քաղաքական ուժի հետ։ Այս ամենագլխավոր ուրեմն կոմպոնենտը պիտի լինի այդ բանակցությունների մեջ։ Երկրորդը մեր համար շատ կարևոր է, որպեսզի մի քանի սկզբունքային հարցերում մենք ունենանք ընդհանրություններ։ Դուք անդադ ուղում եք այդ ուժին, ես ասում եմ բոլոր այն ուժերին, ում հետ մենք պատրաստ ենք բանակցել, հա։ Եվ այդ բանակցությունները ես ինչքանով որ տեղյակ եմ, տեղեկացված եմ, այդպես տարբեր ուժերի հետ այդ բանակցությունները գնում են։ Պետք է ունենանք իրատեսական ծրագիր արտաքին քաղաքական հարցերում, պատերազմի եւ խաղաղության հարցում, այսպես ճակերտներով ցավոք սրտի ասենք, Արցախի հարցում, հա, որտեղ ըստ էության այդ հարցը այլևս չկա, բայց պետք է կոնսենսուս ունենանք, որ այդ հարցը այլևս չկա։ Ընդունենք այդ իրական, հա, այդ դաժան իրականությունը, որ այդ հարցը այլևս չկա։ Բնականաբար կան որոշակի հարցեր արցախցիների իրավունքների պաշտպանության, կեցության, մի խոսքով այս իհարկե այս մասով այդ խնդիրները կան եւ այդտեղ շատ մեծ անելիք կա եւ մենք մեր ծրագրում անպայման անդրադառնալու ենք այդ հարցերին։ Այս մի քանի սկզբունքային հարց է, ներքին բան դեմոկրատիայի վերաբերյալ հա մեր տեսլական եւ այլը տնտեսության։ Այսինքն սրանք այն կոնսենսուսներ են, որ ձեր դաշնակիցների հետ հավանական, ճիշտ եմ։ Այսօր եթե մեզ ամենահզոր ուժը առաջարկի միավորվել, որը գուցեև հեռանկարային լինի, բայց կետայում դնի Արցախի վերադարձ, մենք բնականաբար չենք գնալու այդ ուժի, մենք ժողովրդին երբևէ չենք խաբել եւ այսուհետ էլ երբևէ մեր ժողովրդին պոպուլիստական, ականջահաճո այսպես բաներ ծրագրերով դաշտ չենք մտնելու։ Շատ լավ։ Այնպես որ հիմնական մենք դաշտում տեսել ենք եւ բանակցում ենք այն ուժերի հետ կամ պատրաստ ենք բանակցել այն ուժերի հետ, ովքեր այս հիմնական սկզբունքների շուրջ մեր հետ կգան համաձայնության։ Ինձ գիտեք նաեւ ինչտեղ հետաքրքրում կոնկրետ մեր ձևովի հետ այսպես բանակցելու պատճառներից մեկը նաեւ ՀԱԿ-ի ֆինանսական կարողությունների հարցն է, չգիտեմ ձեզ ինչ որ ես ձեզ վստահեցնում եմ որ ՀԱԿ-ը որ բիզնեսմեններ ձեզ օգնում են թե չեն օգնում, չգիտեմ, բայց որ պարոն Կարապետյանը միլիարդատեր է, դա հաստատ գիտեմ։ Գիտեք, Հայաստանում կան բազմաթիվ միլիարդատերեր, դրամային միլիարդատերեր, բայց ես ձեզ վստահեցնում եմ որպես գոնե 95 թվականից ընտրական պրոցեսներին առնչված մարդ Հայաստանում շատ փողը գուցե հարցեր լուծում է, բայց բավարար փող Հայազգային կոնգրեսը ցանկացած ընտրությունների ժամանակ կարող է ունենալ։ Այսինքն փողը չի առաջնային։ Փողը չի առաջնայինը։ Այստեղ կա մի հատ վստահություն, որ ստեղծված նախընտրական իրավիճակում իշխանությանը հաղթելու համար մենք կարևորում ենք կոնսոլիդացված դիմադրության կամ կոնսոլիդացված կամ համաժողովրդական, եթե դա իսկապես ստացվի, շարժում առաջացնելու անհրաժեշտությունը։ Այսինքն այստեղ այդ միավորումը ինքնանպատակ չի։ Գնայք, իսկ ինչու եք համարում, որ մեր ձևովը կարող է դա անել։ Մենք չենք համարում, որ միայն մեր ձևովը կարող է անել, բայց մեր ձևովը ունի այդ ռեսուրսը, ինքը ստեղծման օրվանից ասելա թե ինքը ում հետ չի համագործակցի, հա, կամ իր այդ շարժման ձևավորման ընթացքում այդ շարժման ղեկավարները հայտարարել են թե ում հետ չեն համագործակցի։ Այդ նշանակում է, որ մյուս ուժերի հետ կարող են համագործակցել։ Նույն բանը մենք ենք արել։ Մենք
ի սկզբանե հայտարարել ենք, թե որ ուժերի հետ չենք համագործակցի։ Այդ նշանակում է, որ մյուս ուժերի հետ հիմա այստեղ մնում է մի բան, երկու բան։ Համարում ենք, որ պետքա շարժումը ուժեղացնել միավորումներով։ Մենք համարում ենք, որ այո, համարում ենք, որ կարող ենք միասին դա անել, վերջնական այդ բանակցությունների ավարտից հետո արդյունքների մասին բնականաբար առաջին հերթին հանրությանը մենք կտեղեկացնենք։ Շատ լավ, իսկ գաղափարական ընդհանրությունների մեջ մտնում է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններ ունենալը։ Իսկ մենք երբ ենք մերժել Ռուսաստանի հետ դաշնակցային։ Չէ, ես նկատի ունեմ դա ընդհանրություն է ձեր եւ ձևովի մեջ։ Դա, այսպես ասեմ, դա այդ սկզբունքների մեջ չի մտնում Ռուսաստանի հետ։ Այլ ուրիշ բան է, որ այդ սկզբունքների մեջ մտնում է ռեգիոնում բալանսավորված քաղաքականություն վարելը, ինչին այդ շարժումը ինչքանով որ ցույց է տվել, այդ շարժումը դրա ջատագովներից մեկն է, որ պետք է բալանսավորված արտաքին քաղաքականություն վարել եւ միակողմանի որևէ գերտերության, որևէ ազդեցության, ուժի այսպես հպատակության երթում չտալ։ Եվ դուք վստահ եք, որ ձեզ ռուսամետության մեջ չեն մեղադրի, եթե նրանց հետ դաշինք կազմեք կամ Ռոբերտ ջան, դուք ամեն օր զբաղված եք դրանով, թեև մենք միշտ ենք հայտարարել, որ չէ, հաստատ ձեզ չեն մեղադրել, Խաչատրյան։ Որ հա, ես Կարող ուրիշ ուժը մեղադրել են։ Տեսեք։ Մենք հիմա ձեր հարցի պատասխանը իհարկե կլինի։ Մեկ-մեկ կարելի է, չէ՞, ձեր հաղորդմանը հումորով արձագանքել։ Միշտ Եթե այն 18+ չէ եւ վիրավորական չէ։ Այդ կարող եք չասել։ Լավ, հիմա մենք մերժում ենք ցանկացած միակողմանի մետություն։ Մանավանդ որ դա զուգորդվում է հակա որևէ բանով, հա, պետության, ժողովրդի, ազգի, մշակույթի դեմ։ Այսինքն կարելի է արևմտամետ լինել, բայց գոնե հակառուս չլնել կամ ռուսացիաց չլնել։ Այս գուցե կարելի է, բայց այդ երբ որ այս երկուսը արդեն բերում ես, ուզում ես մտցնես պետական քաղաքական, արտաքին քաղաքականություն, այս դու քո ձեռքերով քո գլխին մի հատ ճաշ ես եփում, որի տակից որը ուտողը չես։ Դրա համար Հայ ազգային կոնգրեսը լինելով, հա, Հայաստանի առաջին իշխանություն, լավագույնս համոզվել է, որ Հայաստանի համար լավագույն արտաքին քաղաքականությունը այդ բալանսավորված քաղաքականությունն է, ռազմավարական դաշինք ունենալ Ռուսաստանի հետ, բայց ահռելի տնտեսական օգնություն ստանալ Միացյալ Նահանգներից։ Լինել Միացյալ Նահանգների բարեկամ երկիր, բայց արտաքին բարեկամական քաղաքականություն վարել Իրանի հետ, շատ լավ հարաբերություններ ունենալ արաբական աշխարհի հետ, միաժամանակ այնպես անել, որ դրանից որևէ այլ քո գործընկեր, այլ քո բարեկամ դաշնակից երկիր դրանից որևէ, այսպես ասենք, նեղվածություն չունենա։ Փաշինյանի արածը դա չի, Ոչ, ոչ։ Փաշինյանի արածը հիմա տեսեք, մենք Ռուսաստանի կարմիր գծերը նա չի հատել։ Իհարկե նա երբեմն մեղադրում է, ասենք, հապկյան Ռուսաստանի պայմանագրային պարտականությունները չկատարելու մեջ, բայց անգամ հապկից դուրս չեն եկել, էլի, որի հիմքերը շատ ունեն։ Հիմա ես կարող եմ սուբյեկտիվ ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները վտանգված են, դուք կարող եք ասել, որ ամենաբարձր մակարդակի վրա են գտնվում, բայց փաստը մնում է փաստ, որ Ռուսաստանը չունի վստահություն Հայաստանի նկատմամբ, իսկ Հայաստանում այնպիսի պետական ռոպագանդայա հակառուսական, հա, որտեղ երբևէ մենք ռուսների նկատմամբ չենք ունեցել, մեր ժողովուրդը չի ունեցել այնպիսի վերաբերմունք, ինչպիսին հիմա է, ու դա հետևանք է հակառուսակ, ես հասկանում եմ, որ այս իշխանության համար խաղաղության նոխազներ են պետք, եւ մեկը Ռուսաստանն էր, իր ձախողումները այլ բաների, հա, այլ մեղավորներ գտնելու եւ նրանց մեղավոր նշանակելու եւ մեկը ռուսներին գտան, բայց դրանից ես ասեմ, որ որևէ իրավիճակ չի փոխվում, մենք պիտի փորձենք օբյեկտիվ լինենք եւ հասկանանք ցավոք սրտի հայ-ռուսական հարաբերությունները այսօր չեն գտնվում այնպիսի բարձրության վրա, որը մեզ կբավարարեր, որպեսզի մենք կարողանանք
համարել, որ բալանսավորված քաղաքականություն է վարվում։ Ասեմ ավելին։ Կնայք հապկում Հայաստանի մասնակցությունը ապասառեցվելու է, վերականգնվելու է, եթե դուք գաք իշխանության։ Ձեր տեսակետը անձամբ ինչպիսին է։ Պետք է ապասառեցնել եւ մասնակցել նորից այդ կազմակերպության ապասառեցվելը մի հատ նախ պիտի ես հասկանալ է, էլի հասկանամ ինչ է ապասառեցվել։ Գիտեք։ Ասենք 2018 թվականին 2018 թվականին ինչ իրավիճակ էր, այդպիսի իրավիճակ։ Օրինակ մեր անգամ դեսպանը հապկում Հայաստանի այնտեղ չի, այսինքն մենք չենք մասնակցում որպես պետություն այդ կազմակերպության աշխատանքներ, անգամ անդամավճար չեն տալիս։ Դուք տալու եք այդ անդամավճարը։ Ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները, նորից գործող իշխանությունները անգամ պիտի հնարավորինս բացեն համագործակցության եւ փող շահավետ համագործակցության հնարավորությունները բոլոր հնարավոր գործընկերների հետ։ Բոլոր հնարավոր գործընկերների, իսկ հապկը մեր գործընկերն արդեն վաղուց։ Իր հետ ոչ թե պետքա հարաբերությունները տանել ինչ սառեցման, այլ պետքա խնդիրները լուծել հապկում։ Պարոն Խաչատրյան, տեսեք, կներեք, Ղազախստանի մայրաքաղաք զորքեր ուղարկելու, Ղազախստանի ներքին գործերին խառնվելու ժամանակ հապկի ինչեր են պաշտոնը, նախագահ, քարտուղար, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը տենց դե թող գնա խնդիրները լուծի։ Դուք մեղադրում եք Փաշինյանին անարդյունավետության մեջ, տեսնում եք Ղազախստանի ներքին քաղաքական հարցերը հապկի խողովակով լուծած, պարոն Խաչատրյան։ Թող չանել բա, թող չանել, թող այն ժամանակ ապասառես, սառեսներ։ Մի հարց էլ է, այս թեմայով մի հարց էլ, տեսեք, դուք ասացիք, որ իշխանական ռոպագանդան, հա, ռուսներեն մեղավոր է հանում եւ բայց մյուս կողմից, եթե այդ ռոպագանդան, ձեր ասած, կամ իշխանական գործիչները չունենային փաստ այն մասին, որ Պուտինի բարձրադիր նկարի տակ դրված այդ նկարը հայերը Ղարաբաղից դուրս եկան, մինչդեռ արցախցիներն ասել հակառուս էին, Պուտինի դեմ ինչ-որ բան էին արել, կլինի զրպարտել, հա, կամ Ադրբեջան ռազմական ագրեսիա եղավ, Ռուսաստանը իրեն չպայեց այնպես, ինչպես մենք բոլորս պատկերացել ենք Հայաստանի դեմ, էլի, այսինքն երբ որ ջերմուկոյողությամբ էր ասում են սահմանազատում արված չի մակում Ռուսաստանի ներկայացուցիչներ ասում, հա, այսինքն Ռուսաստան լավ դաշնակից էր, ռոպագանդա է տեղի ունենում։ Ռոբերտ ջան, մեր մեղքերը, այդ հիմա դուք անում եք նույն բանը։ Արցախի հայերը դուրս են եկել մի պատճառով։ Նիկոլ Փաշինյանը 19 թվականին ուրեմն արհամարելով Ամերիկային, Ֆրանսիային եւ Ռուսաստանին որպես միջնորդներ խնդրի լուծման, պատերազմ է հայտարարել Ադրբեջանին։ Արցախի հայերը կապ չունի ում նկարներ դրել։ Նիկոլ Փաշինյանը դուք ընկել եք Ադրբեջան։ Իհարկե։ Երբ որ դու բանակցություններից դուրս ես գալի, մնում է ռազմական լուծման հնարավորությունը։ Ընդ որում դու մերժել ես միջնորդների առաջարկը եւ դու հայտարարել ես քո լուծման տարբերակը։ Բայց նրանք ասացին մենք քննարկում ենք 19-ի առաջարկը, գնահատման փուլում է, Ռուբեն Ռուբինյանն էր ասում։ Ուրեմն 19-ի առաջարկի մերժումը մի քանի փաստեր կա, այս մենակ մի բան։ Այն որ այն Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Արցախը, Հայաստանը եւ վերջ դա պատասխան էր 19-ի առաջարկին։ Որովհետեւ 19-ի առաջարկով հարցի քննարկողը, վերլուծողը, բանակցություն կամ այդ ինչա գնահատում են։ Կապնվեք միջնորդների հետ։ Ասեիք, որ մեր ժամանակ է պետք, մենք պիտի գնահատենք ու այդ արանքում Տավուշյան ավանտյուրա մի արեք, բանը այդ հայտարարությունները մի արեք, սևեր մի բերեք մեջտեղ պետական ամենաբարձր մակարդակով։ Ռոբերտ ջան, այս միջազգային քաղաքական այդ բանի մեջ, այս ամեն ինչը սրանք դետալ չեն, սրանք մեսիջներ են։ Սրանք ուղղակի պատասխան է։ Դե հիմա, չէ, դուք հարցը տվեցիք, հիմա ես ուզում եմ երկրորդ մասով էլ ավարտեմ։ Իսկ ով է առաջինը խոսացել Հայաստանի պետական սահմանների չճանաչված լինելուց, չճշգրտված լինելուց։ Հայաստանի Հանրապետության բարձրագույն իշխանությունը։ Ու դրանից հետո համանազատում արված չի, դա է երևի։ Այո, ու դրանից հետո դու ասում ես, գիտես, ես իմ սահմանները չեմ ճանաչում, բայց դու պարտավոր ես ճանաչել իմ սահմանները։ Դե Փաշինյանը մի քիչ այլ բաներ ասում, որ հիմա գիտեք ինքը տարածքային ամբողջականությունը Ադրբեջանը չենք ճանաչում, նաև մերը չենք ճանաչում։
Աբսուրդա չկա այդպիսի բան։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Հայաստանը բազմաթիվ փաստաթղթերով ճանաչել է մինուս վիճելի ուրեմն խնդիր։ Ամբողջ աշխարհն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մինուս վիճելի մի հատ խնդիր։ Լեռնային Ղարաբաղ, որի կարգավիճակի հարցը պիտի լուծվի։ Վերջնական կարգավիճակի հարցը։ Շատ սա ինձ թվում է անհատնում են, որ ասում են թեմա է, մենք կարող ենք երկար շարունակել, բայց հետեւյալը նաև, տեսեք, ընդդիմության տարբեր գործիչներ չեն թաքցնում Գյումրիի սցենարը արժանտրությունով կրկնելու ցանկությունը 3-4 շարասյուններով գնալ մեծ խոշոր ուժերով եւ միասին ավելի շատ ձայն հավաքել, Փաշինյանից ավելի շատ ձայն հավաքել եւ կազմել կամ կոալիցիա, կամ քաղաքական համագործակցություն, կամ ոչ մի բան էլ չկազմել, բայց հայտարարի գալ մեկ ընդհանուր կառավարության վարչապետի շուրջ այս պարագայում, պարոն Խաչատրյան, դուք եւ Ռոբերտ Քոչյանը հայտնվելու եք նույն ճամբարում։ Դուք պատրաստ եք հանուն Փաշինյանի հեռացման այդպիսի սցենարի։ Այն որ Փաշինյանին պետք է հեռացնել իշխանությունից, այդ մեր համար միանշանակ է։ Մնացածը ամեն ինչ բանակցելի է։ 1 տարով, հա, որտեղ ուզենք թե չուզենք 1 տարով տիպ բան անենք, հա, այդ 1 տարին սահմանադրությամբ 1 տարով ժամանակավոր կառավարություն հնարավոր է։ Ինչու ժամանակավոր։ Ինչու ժամանակավոր։ Որովհետև այդ պարագայում գիտեք Հայաստանին թույլ իշխանություն պետք չի։ Իսկ այս փորձանք սահմանադրությամբ մենք 15 թվից այդ ենք ասում, որ գալու է իրավիճակ, որ մենք իշխանություն չենք ունենալու։ Այդ ձեր նկարագրածը շատ բաց սցենար է Հայաստանի համար, երբ որ մեր իշխանությունը ինքը իր ներսում բազմաթիվ հարցեր ունի։ Եվ դրա միակ լուծումն է, որ դա պետք է լինի ժամանակավոր անցումային իշխանություն։ Այսինքն հակի պայմանը նույն մեր ձևովին դա է, որ եթե մենք իրար հետ կառավարություն ենք կազմում, այն պետք է լինի ժամանակավոր։ Դուք մի անուն տվեցիք, որի հետ մենք արդեն իսկ հայտարարել ենք, որ ընտրական դաշինքներ չենք կազմելու։ Բա իրենց ցուցակ եք մտնելու ուղղակի։ Չէ, մեր ձևովի հետ ինչ եք բանակցում այդ դեպքում։ Չէ, դուք ասում եմ դուք նոր ուրիշ անուն եք տալիս։ Ես այդ տրամաբանության մեջ եմ պատասխանում։ Քոչյանը հետ կարող եք չմտնել դաշինքի մեջ, ես հենց դա էլ նկատի ունեի, բայց որպես քաղաքական թիմ նույն ճամբարում հայտնվել, ինչու, որովհետև կամ է, կամ Փաշինյանի հետ ես եւ նրա վարչապետին ես ընտրում, այսինքն Փաշինյանին, կամ Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի հետ ես եւ ընտրում ես նրանց ընդհանուր կոնսենսուս վարչապետին, դու էլ առաջարկելով քո վարչապետին։ Այսինքն կամ ես ճամբարում ես, կամ ես, այսինքն դուք օքեյ եք սրա հետ, էլի դա է։ Եկանք այն բանի, որ մենք իշխանությունը փոխվում է, բայց քանի որ այս իշխանությունն էլ իր մեջ բազմաթիվ խնդիրներ ունեցող իշխանություն է դառնում, այդտեղ նոր լուծում կա։ Գուցե պետքա գնալ մեր հավատամքն է, որ Հայաստանում պետքա վերականգնել կիսանախագահական սահմանադրական կառավարման համակարգ։ Այսինքն այդ մի տարում փոխել սահմանադրությունը։ Մի տարում գնալ, այո, վերականգնել նախագահական, կիսանախագահական պարլամենտական համակարգ, գնալ նոր ընտրությունների, կազմավորել նոր իշխանություն, լեգիտիմ, արդար ընտրված իշխանություն, 2 առաջնահերթ մանդատներով եւ դրանով բալանսավորել նաեւ պետության մեջ այդ հակազդեցությունների մեխանիզմը։ Սա ձեր ծրագիրն է քաղաքական, պարոն Խաչատրյան, 26-ի հետ կապված։ Մենք դեռ կհրապարակենք, ավելի կհղկենք այս բաները, բայց ես կարծում եմ, որ Հայաստանին գոնե նախ ընդհանրապես չէր կարելի այդ խաղի կանոնը փոխել։ Այդ Հայաստանի մեջքին ուղակի կասնի հարված էր այդ խաղի կանոնի փոփոխությունը, ինչու մենք խորհրդանականին։ Այո, շատ արագ համոզվեցինք ցավոք սրտի, բայց պետք է այդ նախ վերականգնել այս կառավարման համակարգը եւ մնացած բոլոր այդ բաները անել ըստ այդմ։ Շատ լավ, բայց այստեղ իմ հարցը ես ուզում եմ կրկնել, դուք ասացիք, որ մեր ձևովի հետ բանակցում եք, նրանց հետ բանակցելու ժամանակ դուք պայման դնելու եք, որ հարգելիներ
մենք միասին գնում ենք, չգիտեմ ինչ ձևաչափով, եթե մենք վերցնում ենք իշխանություն այս ուժերի հետ, մեր պայմանը այն է, որ 1 տարի անցում է այս շրջանը, հետո արտահերթ ընտրություններ, մինչ այդ փոխելով սահմանադրություն։ Այդպիսի պայման դնելու եք, պարոն Խաչատրյան։ Ռոբերտ ջան, դուք այդ բանակցություններից ինչքան եք տեղյակ։ Չգիտեմ, դուք եք այդ թիմի Դուք անդամ։ ինչքան եք, այսինքն այդ բանակցությունները էսպայն հրապարակային չեն։ Հիմա Չէ, ուզում եմ ասել, դնում եք այդ հարցը, թե չէ։ Այդ արդեն սկսում է բանակցությունների բովանդակություն բացել։ Եկեք այդ հարցին կանդրադառնանք, այն ինչքան որ մենք կուզենանք հրապարակային կլինի։ Եթե ոչ մի բան չի ստացվի, ապա այդ բան կլինի, առարկայազուրկ կլինի այդ հարցը։ Եթե կստացվի ինչ-որ բան, ինչ-որ դետալներ մենք հաստատ վստահաբար կբացենք այդ պայմանավորվածությունը հուշագրի տեսքով, պայմանագրի տեսքով կամ մենք հաստատ կամ հայտարարությունների տեսքով հաստատ կբացենք։ Այնպես չի որ գաղտնի կմնա, որտեղ այդ ամենակարևոր պայմանավորվածությունն է ըստ էության լինելու։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ պայմանավորվածությունների վերաբերյալ հայտարարություն, հրապարակային խոսք կլինի։ Իսկ սա ձեզ համար առանցքային հարց է, պարոն Խաչատրյան, վերադառնալ կիսա նախագահականին։ Եթե ուշադրություն եք դարձրել թե 17, թե 21 թվի մեր ընտրական ծրագրերում, այս եղել է մեխերից մեկը։ Ձեզ վստահեցնում եմ, որ հիմա էլ մենք պնդելու ենք։ Եթե Հայ ազգային կոնգրեսը բացառապես ինքը եղավ ծրագրի հեղինակը, նկատի ունեմ կամ եթե այդ օրակարգերը, եթե դաշինք կլինի, ապա մենք անպայման առաջարկելու ենք, որպեսզի անցում կիսանախագահական կամ նախագահական պարլամենտական համակարգին արվի, ընդ որում արվի ողջամիտ ժամկետներում։ Ես չեմ ասում շատ կարճ։ Այդ հարցում, եթե կոնսենսուս չունենաք, այսպես ասեք, լավ, դե ոչինչ, չունեցան կոնսենսուս, բայց գնանք դաշինքի։ Չէ, դա այնպես չի, որ այդ հարցը, եթե ես կարող եմ ասել, այդ կարմիր կից չի վստահաբար։ Հա, դա է ուզում հարցնել։ Չէ։ Իսկ պարոն Քոչարյանի մասնակցել է ԱԺ ընտրություններին, հեշտացնում են դիմության գործը, թե բարդացնում, իշխանափոխության, այսպես ասենք։ Դե գիտեք, հիմա օրինակ լավ կլիներ, որ ոչ մի ուժ չառաջադրվեր, միայն Հայ ազգային կոնգրեսը առաջադրվեր։ Նույնիսկ Փաշինյանն չառաջադրվեր 100% ձայնավարել։ Չէ, թող Փաշինյանն առաջադրվեր, մենք հաղթեինք Փաշինյանին։ Այդ ավելի ցանկալի կլիներ։ Հիմա Քոչարյանի առաջադրվելը ես միած սկզբունք ունեմ ուղղակի։ Մենք արդեն մտել ենք նախընտրական շրջան։ Իմ բոլոր սլաքները ուղղվում են իմ հիմնական հակառակորդին։ Գիտեք, այնքան բան կարող եմ ասել երեկվա Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասելիս։ Հա, ամեն դեպքում բայց ես չեմ ուզում անդրադառնալ եւս մեկ ընդդիմության, հա, բայց ես իմաստը որն է, որ ես իմ գլխավոր մրցակիցը իշխանությունն է, բայց ես սկսում եմ ընդդիմության հետ կռիվ տալ։ Իդեպ դաշնակցության հետ կոնսենսուսի եկել եք, որ իրար չհարված եք նախկին ողերի, այսպես ասենք, հակառակորդներ որպես դաշնակցության հետ մեր հանդիպման մասին մանրամասը ու բովանդակալից հայտարարություն եղել է քննարկում, եղել է տեսակետների փոխանակում որևէ պայմանավորվածության մասին այդ հանդիպման ժամանակ մենք քննարկում իշխանով ես տեղյակ եմ չենք ունեցել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Արմեն Խաչատրյանին։